Իշխանափոխությունը իսկական իմաստով նշանակում է ծրագրերի փոփոխություն, հնացածը մերժում ենք, նորին աջակցում ենք։ Բայց խնդիրը այն է, որ ըստ երևույթին նոր չունենք։ Այո։ Փակված ենք այդ գլոր շրջանակ, այո, պատտվում է ճիշտ այնպես ինչպես մեր սեղանը։ Հիմա մենք մեր տեղերը անդադ փոխենք, միևնույն է մենք երկուսով ենք։ Մեր շուրջ կգադարվին կարևոր զարգացումներ, կտեսնենք, կդիտարկենք երկար գդրվածքով ճանապարհներու հարց, Չինաստան, Հնդկաստան, այսօր հստակ է, որ անորոշություն մնալ կա, այսինքն եթե ռուսը հերացած է, թուրքը այո աստեցիկ է, բայց ըստ երևույթին թելատրող չէ։ Դուք ինչ կդիտեք այս բոլորը, թեպի ուր կդանին մեզ։ Պարտադրված է այդ երկրում անընդհատ ստեղծել ապակայունություն, չկայացման արդյունք։ Մենք հիմա խոսում ենք հայկական պետության չկայացման մասին։ Մեր պետությունը չի կայանում, ճիշտ այնպես ինչպես Լիբանանը, միջազգային ծանր միջամտության հետևանքով, օրինական միջամտության ելքեր կա, ինչպես չճանաչել նրանց միջամտելու իրավունքը։ Բարև ձեզ արևելքի հարթագով հարգելի ագնդիրներ, այսօր հյուրս Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին պատգամավոր անշուշտ Ազատ Արշակյանն է։ Բարի եկած, պարոն Արշակյան, մեր անկեղծ զրույց հաղորդման։ Շնորհակալ եմ, բարև ձեզ։ Մի քանի ուղղություններով Հայաստանի ներքաղաքական կյանքը այսպես գզարքանա եւ որոշակի շարժումներ երևելի են, սահմանային իրավիճակ, խաղաղության վավերաթուղթ, իշխանափոխության օրագարկ, այս բոլորը մենք նաև նկատեցինք Գյումրիի ընտրություններն յետք, սակայն այսօր գարձեք ինչ որտեղ ճուրերը խաղաղած են, ինչ ընթացքի մեջ ենք, ուր գերտանք։ Այդ խաղաղությունը ջրերը խաղաղվեցին, թե չէ, փոթորիկ կա, թե չէ, կարծում եմ, որ իրոք փոթորիկ է, մեր նավակը կամ մեր նավը փոթորկուն ծովում է ձեր օրինակն եմ ուզում օգտագործել եւ ցավոք սրտի ինչպես եւ միջնադարում մերոնք ասել են մեր նավավարը հմուտ չի իմ կարծիքով որտեվ ընդհանրապես պետք է դուրս եկած լինենք փոթորիկներից պետք է արդեն խաղաղություն լիներ մեր երկրի ներսում օրակարգ չպետք է լիներ իշխանափոխությունը դա օրակարգում չպետք է լինի կա իշխանափոխության կարգ Իշխանափոխության կարգը նշանակում է, որ մի տարի կես առաջ, ընդհանրապես ընտրություններից հետո սկսվում է իշխանափոխության մասին քաղաքակիրթ կամպանիա, քաղաքակրթություն, այսինքն ծրագրերի, գաղափարների բանավեճ պետք է լինի։ Երբ որ մենք հենց հիմա խոսում ենք իշխանափոխության մասին, մենք խոսում ենք մարդափոխության մասին, տեղափոխությունների մասին ենք խոսում։ Իշխանափոխությունը իսկական իմաստով նշանակում է ծրագրերի փոփոխություն, հնացածը մերժում ենք, նորին աջակցում ենք։ Բայց խնդիրը այն է, որ ըստ երևույթին նոր չունենք։ Այո։ Եվ փակված ենք այդ գլոր շրջանակ, այո, պատտվում է ճիշտ այնպես ինչպես մեր սեղանը։ Հիմա մենք մեր տեղերը անդադ փոխենք, միևնույն է մենք երկուսով ենք։ Ուրեմն ցավալի է, բայց չեն կարողանում այդ շրջանակից դուրս գալ։ Ես հույս ունեմ, որ միջազգային Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կօգնեն մեզ։ Մենք ցանկություն ունենք, մենք դա գիտակցում ենք, հիմա մենք դա քննարկում ենք։ Եթե ոչ միտեղ հայության մեջ, հայոց աշխարհում, ոչ միտեղ եթե չի քննարկվում մենք երկուսով արդեն սկսեցինք եւ մեզ ունկնդրողները, ակնդիրները, ինչպես դուք ասացիք, դա գերեցիկ է ակնդիր։ Հերոստադիտող, փոշեցածիչ, եւ այլն, ակնդիր, կարճ, այո։ Ուրեմն մենք արդեն օրակարգ ենք բերում, չէ՞, դուրս գալ, այս շրջանակից դուրս գալ, հեղափոխություններից, հակահեղափոխություններից, անորոշություններից Գիտեք, անորոշություն կա քաոսային վիճակի անորոշություն է, կա անորոշություն, որը որ կառուցողական է, այսինքն մենք ջնջում ենք, մերժում ենք,
որովհետև արժևում ունենք զարգացման ծրագիր։ Այ հիմա մենք չունենք զարգացման ծրագիր Հայաստանի Հանրապետության քաղաքական հանրությունում չկա զարգացման ծրագիր, խաղաղություն լինի, պատերազմ լինի, դրանք ինչի մասին որ խոսում են, դրանք ընդհանրապես արձանագրում են ներքին հարկերը կառույցի, վերևում պետք է լինի զարգացման ծրագիրը, ու զարգացման ծրագրի վերաբերյալ տարբեր կարծիքներ պետք է լինեն, դրան հասնելու տարբեր կարծիքներ պետք է ունենանք, մեր օրակարգում հիմա կարծում եմ կենցաղավարություն, կենցաղային բաներին եւ իմիտացիա, իբր թե կամ իբրև թե զբաղվում ենք քաղաքականությունով։ Մենք չենք զբաղվում, մեր քաղաքական ուժերը իմիտացիոն են, կեղծ են, իսկական չեն։ Խիստ է իմ կարծիքը, բայց այդպես է։ Գիտեք, պարոն Աշակյան, դարբեր առիթներով գարձիկ հնչած է ոչ միայն Հայաստանի բարակային, այլ յուրաքանչյուր փոքր երկրի բարակային, օրինակ Լիբանանը մեր աչքին առջև է, քանի Լիբանանը քիչ ավելի լավ գիտեմ այլ երկիրներ է, որ արդակին կորձոնը յուրաքանչյուր երկրի բարակային թելաթրող է։ Մենք ներգա փուլին այդ աստեցություններու որ կոդի մեջ ենք, հաջող կլսեմ ձեր դիտարկումները, որ ռուսները նահանջի մեջ են, առնվազն սպահած են այլ օրագարկերով, հետևաբար ռուսներուն ով պիտի փոխարինե, ով պիտի դա գանաչ լույսը, կամ գարմիր լույսը վարե, այսինքն մեր շուրջ կգադարվին կարևոր զարգացումներ, կտեսնենք, կդիտարկենք երկար գդրվածքով ճանապարհներու հարց, Չինաստան, Հնդկաստան, թեպի 20-30 տարվա մասին է խոսքը, բայց այսօր հստակ է, որ անորոշություն մնալ կա, այսինքն եթե ռուսը հերացած է, թուրքը այո աստեցիկ է, բայց ըստ երևույթին թելաթրող չէ։ Դուք ինչ կդիտեք այս բոլորը թեպի ուր կդանին մեզի։ Քայլ առ քայլ գնանք, ձեր հարցը շատ դարողունակ է, այո։ Ես փորձեմ ընտրեմ ինձ համար հարմար մեծ սիրով հարմար մասը։ Ուրեմն առաջին հերթին մենք պետք է ինքներս որոշենք, մենք գործոն ենք, թե չէ, այսինքն օբյեկտ ենք, թե սուբյեկտ։ Մենք ինչ ենք։ Այո, դա մեզանից է կախված։ Մենք ընտրելու հնարավորություն ունենք դառնալ գործոն, մասնակցել այս նոր ձևավորվող աշխարհակարգի կառույցին, այդպես ասենք, կառույցին։ Մենք մասնակցենք դրան, ոչ թե որպես զոհ, ոչ թե որպես թիրախ, այլ հարմարացնենք մեզ համար, մեր տեղը մենք գտնենք, որոշ իմաստով մեր գործընկերներին, տեսեք, գործընկեր դառնանք մեր շուրջ պայքարող ուժերին, գործընկեր բացասական կամ դրական, դեմ լինենք կամ կողմ որևէ ուժերի, ուրեմն առաջինը մեր կամքն է, մեր ինքնագնահատականը, մենք ով ենք եւ ինչ ենք ուզում, ճանաչել մեր շուրջ բախումների մասնակիցներին, ճանաչել, իսկապես ճանաչել, ոչ թե երևակայական ինչ-որ բաներ ստեղծել, հեքիաթներ, ճանաչել խորությամբ, ու նրանց հետ դառնալ գործընկեր, դա մեկ, առաջին հերթին դա պետք է մենք պետք է մասնակիցը լինենք, երկրորդը այնպես չի, որ նրանք մեր դեմ են, կամ նրանք մեր կողմնակիցն են, այդպես չի, ունենք կողմնակիցներ եւ ունենք հակառակորդներ, նրանց օբյեկտիվ շահերից ելնելով, նրանք ունեն օբյեկտիվ շահեր, գերտերությունները, տարածքային գերտերությունները, համաշխարհային գերտերությունները, շատ լավ է դա, որ մեր երկիրը կարևոր է այս տարածքի համար, աշխարհագրության համար եւ ոչ միայն աշխարհագրության լանդշաֆտը չի միայն հետաքրքիր, մենք էլ ենք հետաքրքիր, մեզանով հետաքրքրված են, որպես գործընկեր նրանք գայթակղում են մեզ կամ դուրս են մղում, ուրեմն մենք մասնակցենք նրանց կռվին, մենք չպետք է նստենք, սպասենք, թե ինչ կանեն, իրենք չէ, կամ ինչ կհյուրասիրեն, կամ այո, կամ ինչպես կուզենան հետ պատժել, այսինքն նրանց մենք պետք է ընթառաջ գնանք մեր ուզած գործընկերոջը, դա է, նրանք կռվում են մեր տարածաշրջանի համար, մեր տարածաշրջանում, մեր երկրում, մեր հայրենիքում նրանք կռվում են, ու մենք պետք է որոշենք նրանցից ում ենք օգնում,
Ձեր հայացքը դեպի որ կողմ է։ Ես ընդհանրապես կուզենայի, որ հավատարիմ մնանք մերոնց։ Այ ես անշուշտ մեծամիտ եմ։ Մերոնք ով են, ռուսները, մերոնք են։ Հիմա տեսնենք ովքեր են։ Այն ռուսները, որոնք որ առաջընթաց են ուզում, զարգացում են, այն ֆրանսիացիները, որոնք անվտանգություն են ուզում, այն ամերիկացիները, որոնք զարգացում կամ իրենց այդ բաներով հզորություն են ուզում։ Իրոք շահագրգռված է արևմուտքը մեզմով, բան Շակյան։ Շատ։ Ուր են նշանները այդ բոլորին, ուր են նախանշանները։ Հայաստանի Հանրապետության գոյությունը այս պահին միայն նրանց ջանքերի շնորհիվ է։ Ոչ թե նրա համար, որ մենք բարետես ենք ակնհայտորեն։ Ես ձեզ ասեմ, դուք ճիշտ եք ձեզ նկարել, հաճելի է ձեր ներկայությունով զրուցել, ես կարծում եմ դուք էլ ինձ եք, չէ՞ դրա համար հրավիրել։ Բնականաբար։ Հա։ Այսինքն մեր արտաքինը, մեր ներկայությունը, մեր ցույցը, մեր ֆարմը։ Այո, նրանք մեր մեջ տեսնում են այդ հզոր պետությունները, արևմուտքը, մեր մեջ տեսնում է յուրայինների, դաշնակիցների, տեսնում է դաշնակիցների։ Ես միշտ որոշ իմաստով ընդդիմանալով գոյություն ունեցող շաբլոնին, ես ասում եմ, որ մենք նրանց համար, նրանց արևմուտքի կարծիքով մենք որպես դաշնակից գնահատում ենք ինչ կարող ենք անել իրենց համար։ Այ Ֆրանսիան մտածում է ոչ թե ինչ է անելու մեր համար, ինքը հենց հիմա լուրջ հոգսեր ունի։ Բրիտանիան լուրջ հոգսեր ունի, ներքին հոգսեր ունի։ Մենք գիտենք նրանց ինչ արյունահեղ պատերազմներ են եղել, քաղաքացիական, ֆրանսիական մեծ հեղափոխ, Օլիվեր Կրոմվելը, պատկերացրեք ինչ երկրների հետ մենք գործ ունենք, նրանք լուրջ խնդիրներ ունեն, ու մենք որպես դոնոր պետք է մասնակցենք նրանց գործերին։ Այ ես մտածում եմ, հիմա Ֆրանսիան ասում է, հայերին ոնց գայթակղենք, որ մեզ օգնեն, մեր ներքին խնդիրները լուծելու համար, միջազգային ասպարեզում մեզ աջակցելու։ Այսինքն ես ուզում եմ այդպիսի կարգավիճակ ունենալ։ Ես դա եմ ուզում։ Անշուշտ գիտեմ, որ ընդդիմախոսներ ունեմ, բայց ես ասում եմ, մենք կարող ենք Ֆրանսիային ու Ամերիկային կարող ենք օգնել մենք։ Մենք կարող ենք օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այնտեղ կայունություն հաստատել, ընտրել համապատասխան падգամավորների, համապատասխան նախագահի։ Այսինքն ես այդպես եմ ուզում որ լինի։ Ոչ թե մենք ասենք այդ գլխարկը հանենք մուրացկանին ման գնանք ասենք մենք անվտանգության մուրում ենք, այո, անվտանգություն ենք մուրում, ողորմացեք մեզ անվտանգություն, չէ, մենք գլխարկը հանում ենք նշան հարգանքի, մենք հարգարժան ենք, ձեզ էլ ենք հարգում, մենք ձեզ կօգնենք ձեր ծրագրերում, մենք դա ենք ուզում, արևմուտքը մենք արևմուտք ենք, այլ ձև չկա, եթե արևմուտք չենք, ուրեմն մենք պետք է ապացուցենք, որ կանֆուցին հայեր, կամ մենք չինացի ենք, ուրիշ տարբերակ չկա, մենք մոնղոլ ենք, պետք է ապացուցենք, որ Չինգիզ խանը հայ էր, կամ մենք թուրք ենք, Լենգ Թեմուրը թուրք էր, մեր հայրենակիցներ եկավ, մեզ կոտորեց, վրդոված էր, հրսոտել էր, ուրեմն եթե այլ ընտրանքը, մեր այլ ընտրանքը, այդ է, դա է, մյուս կողմից, արևմուտքն է, քրիստոնեությունն է, բայց իրենք լուրջ խնդիրներ ունեն համագարկային եւ արժե համագարկային։ Շատ լուրջ խնդիրներ կան, այդ լրջությունը մեզ համար ցանկալի է, նրանք փնտրում են ելք, անընդհատ բանավեճի մեջ են։ Մենք կրնանք օգնել այդ բոլորին։ Մենք էլ ենք այդպիսին։ Մեզ հիմա ինչու են մեղադրում։ Մենք ինքնամեղադրանք էլ կա, մենք ասում ենք, գիտեք, մենք պարակտված ենք։ Բայց դա լավ է։ Պարակտված չենք, մենք բազմաձայն ենք։ Մենք կարծիքներ ունենք, լուծումը, խնդիրը կա, դրա վերաբերյալ մենք տարբեր կարծիքներ ունենք ու պետք է հաղթել լավը։ Պետք է մենք համաձայնության գնանք մի դեպքում, որ հաղթեց, այ մրցակցություն կա գաղափարների։ Այնտեղ այլ ընտրանքում, արևմուտքի այլ ընտրանքում կարծիքներ չկան, կա մի կարծիք։ Այդ կարծիքը բոլորին պարտադրում է, այնտեղ բազմա
կարծիքությունը, բազմակուսակցականությունը տգեղությունն է, գարշելի է, բազմակուսակցականությունը գարշելի է, հանցագործություն է այնտեղ։ Դա մերն է, քանի որ ձեզ հետ եմ, հիմա մեր ձեր հյուրն եմ, ես ասում եմ, հիշենք մենք 1700 տարի հետ գնանք Աշտիշատի հռչակագիրը, հիմա կասեինք հրովարտակը, Արշակ II թագավորի հրովարտակը մեր կյանքը կազմակերպելու մասին։ Ներսես մեծը։ Տեսեք ինչեր ենք ունեցել մենք, նախարարները եւ հոգեվորականները, արքայի ղեկավարությամբ ամիսներով խորհրդակցել են, նախարարները տարբեր կարծիքներ ունեցող, տարբեր բարբարներով խոսող, թարգմանի չէ պետք եղել, չեն հասկացել իրար։ Այնքան տարբեր է եղել բարբարը, հարստությունը, տեսեք հարստությունը, բարբարների քանակը հարստությունն է։ Պատկերացրեք խոսել են չեն հասկացում, ինչ է ասում։ Այ Մեսրոպ Մաշտոցը դրանից հետո եկավ։ Ասես ունենանք մի լեզու, որ պետականն է, բոլորս դա իմանանք։ Նախարարները պարտադիր պետք է այդ լեզուն իմանան։ Փակվեցին պարսկական դպրոցները, բանկը եւ տելեգրաֆը, Արշակ II փակեց թշնամու։ Պատկերացնում եք հեղափոխություն, փակել։ Ուղղակի։ Այո, հրամանով փակեց պարսկական դպրոցները, պարսկական պրոպագանդայի աղբյուրները եւ ռեսուրսները։ Տեսեք ինչ հետաքրքիր է, չէ՞։ Հարկավոր է հպարտանալ դրանով։ Հիմա նստել բաներ են գրում, ասում հրճակենք թե չհրճակենք։ Հրճակվել է, մենք ժառանգություն ենք ստացել։ Ու մենք նրանց նման ենք, հռոմեական կայսրությունները, Ռայխը, իմպերատորը մի նահանգից մյուսը տեղափոխվելու համար նահանգապետի թույլտվությունը պետք է ստանալ, իշխանի, Ռեքսի թույլտվությունը պետք է ստանալ, Ռիչարդ առյուծասիրտ թագավորին ձերբակալեցին, թույլտվություն չէր ստացել ճանապարհորդելու։ Այսինքն տեսնում եք ինչ է, Հռոմի պապը, իմպերատորը եւ իշխանները իրար դեմ կռվող, ճիշտ այնպես ինչպես մեր մոտ։ Դա ծնեց արևմուտք, ծնեց մարդու իրավունքները, խղճի ազատությունը, խոսքի ազատությունը, անհատի ազատությունը, դուրը փակեցիր քո տան մեջ ապրի, քո ամրոցում ապրի, ոնց ուզում ես։ Այդ բոլորը այնտեղ ծնվեցին։ Մենք մեր մոտ էլ է դա եղել։ Ուղղակի մենք անդադ խոսում ենք ուրիշների մասին։ Մեր մոտ դա եղել է։ Ասում եմ Արշակ II թագավորի հրովարտակը։ 16 տարեկանից շուտ աղջկան ամուսնացել արգելված է։ Պատժվում են ծնողները։ Պատկերացնում եք 1700 տարի առաջ մեր մոտ ինչ օրենքներ են եղել։ Մոտ ազգականների ամուսնություն արգելված է։ Սրանից 2 շաբաթ առաջ Ադրբեջանում Արշակ II թագավորի հրովարտակը կրկնեցին, արգելվեց ազգական 2 շաբաթ առաջ։ Պատկերացնում 1700 տարի հետո Ադրբեջանում օրենք ընդունվեց, որ զարմիկների ամուսնությունը արգելված է։ Մեր մոտ արգելվել է դեռևս հիմք է ընդունվել արգելքը, թարմացվել է արգելքը։ Արշակ II թարմացրել է գոյություն ունեցող արգելքը։ Տեսեք ինչքան պրոգրեսիվ է։ Ինչ ժառանգություն ունենք մենք։ Ես կարծում եմ, որ Գիտեք, մերոնց հետ լինենք։ Մեր ժողովրդի մասին գուզեի ծեր ագնարգը կամ ու մեր զրույցի ուղղությունը դանել, որովհետև մենք գիտենք, որ մեր հանրույթը հadouk սպասում ունի արևմուտքեն, հadouk սիմպաթիա ունի, նույնիսկ իր հակվելու գերբը, ցանկի ոճը, արդիական սարքերուն հետևելու հետամուտը լալը, բայց խորքային առումով գարձեք դակավին սովետական парքերը նստած են մեր ժողովրդի լայն խավերուն մոտ ոչ միայն քաղաքական process-ներու ընթացքին, այլ նաև խոսույթի ժամանակ ներքին խոհանոցային ազգականական սովորույթներու իրար հետ շփվելու այս մոդեցումները ունին սովետական գնիկ, այսինքն սա կնշանակի որ ինչքան խորքային է այդ
դրվածքը, որտեղ 70 տարին քիչ բան չէ մեր ժողովրդի կյանքին մեջ, հատկապես Արևելահայաստանի մասին է խոսքը։ Ինչ պետք է անենք, որբեսի իրոք մեր ժողովուրդը հասկանա, որ մենք պետք է փոխվենք, մենք պետք է այսօրվա լեզուն խոսենք ի վերջո։ Ասեմ, որ շնորհակալ եմ հարցի համար։ Ոնց, ինչպես հարմար է։ 70 տարի չէ, 200 տարի է իրականում, որ մենք այդ շրջապատույտի մեջ ենք։ Սկզբնական շրջանում դեռևս 19-րդ դարի սկզբին Ռուսաստանը կուրսը փոխեց իր զարգացման, կտրեց պորտալարը ոսկե հորդայից, թաթար-մոնղոլականից։ Հենց իմպերատորները, պալատը եվրոպացիներից էր ձևավորված։ Հայտնի անեկդոտ կա, անեկդոտ է դա։ Իբր թե, ասենք Ֆրանսիայի դեսպանը պարահանդեսի ժամանակ մոտենում է իմպերատորին, ասենք Նիկոլայ առաջինին կամ Ալեքսանդր առաջինին, դրանցից մեկին, Ռոմանովներից մեկին, ասում է ձեր այդ մեծություն պարահանդեսի մեջ ռուսներ կան պալատում, ասում է իհարկե կան, ասում է դե մեկին ցույց տվեք, ասում է սա, ասում է չէ, սա թուրք է, այս մեկը գերմանացի է, սա լեհ է, մեկը այս օտարերկրացին ֆրանսիացին ասում է ռուս, որն է, ասում է գիտեք, ինքն էլ գերմանացի է իմիջելուց իմպերատորը, արդեն Գոլշտեյն է, Եկատերինայից հետո ռուս չի եղել, ասում է գիտեք ինչ, սրանք առանձին տարբեր են, բայց բոլորը միասին ռուս են։ Այստեղ ես եւ այս բոլորը տարբեր ազգություններից են։ Պարանդեսի ժամանակ իմպերատրին են վերագրում, դա ասում են, այս բոլորս միասին ռուս ենք։ Հիմա այդ Ռուսաստանը, օրինակ ծրագիրը, գիտեք, ապագաղութացման, ֆրանսիական հեղափոխությունը արդեն եղել էր, մեծ հեղափոխությունը արդեն եղել էր։ Ֆրանսիացիները օգնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների ինքնորոշմանը։ Ֆրանսիացիները դա գիտեին, Ջեֆերսոնը Փարիզում է գրել անկախության հռչակագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ֆրանսիացի լուսավորիչներից են օգտվել։ Ուրեմն, այսինքն ինքնորոշման իրավունքը ազգերի այնտեղ ճանաչվում էր եւ հերթով բրիտանացիները օգնում էին ֆրանսիական գաղութներին ապագաղութանալու։ Ֆրանսիացիները օգնում էին Բրիտանիայի գաղութներին ազգային ազատագրական շարժումների ժամանակ։ Այսպես Ռուսաստանը միացավ այդ շարժմանը։ Գիտեք, Եկատերինան անձամբ մեծ աջակցություն է ցույց տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ձևավորմանը, այսինքն ապագաղութացմանն։ Իրենք էլ ծրագիր ունեն այստեղ օգնել Օսմանյան իմպերիայում կամ Պարսկական իմպերիայի քրիստոնյա ժողովուրդներին անկախանալու, ազատվելու լուրջ ծրագիր կային, թղթեր կան, մագաղատներ կան, դրանց վերաբերյալ միջազգային կոնվենցիաներ կան։ Ուրեմն որոշվեց, որ Ռուսաստանը Նապոլեոնին հաղթելուց հետո կկազմակերպի այստեղ քրիստոնյա ժողովուրդների ազատությունը կկազմակերպի, պետականություններ ձեռք կբերեն հայերը, ասորիները, հույները։ Ու ինքը ձեռնարկի, այսինքն լեգիտիմացված էր ռուսական էքսպանսիան դեպի մերձավոր արևելք ուներ լեգիտիմություն, այսինքն որ ազատում են քրիստոնյաներին։ Ու ծրագրված էր, որ ազատագրված հայկական տարածքներում այո հավաքելով հայերին սփռված էինք մերձավոր արևելքում հայտնի պատճառներով հավաքել եւ ստեղծել հայկական պետություն, ուժեղացնել արևմուտքը հայկական պետության միջոցով։ Հետո երբ որ գրավեցին, օրինական որոշում կար, մենք ազատագրում ենք քրիստոնյաներին, աջակցում ենք, մենք գաղութարար չենք, զավթիչ չենք։ Նիկոլայ առաջին ասում էր, ես զավթիչ չեմ։ Ես ազատում եմ վրացի ժողովրդին, հայ ժողովրդին եմ ազատում։ Պետականությունը հին պետություն ունեցող ժողովուրդներին ազատում եմ։ Հետո իրենց նամակագրությունը կա, սովետական Հայաստանի արխիվներ ամսագրում այդ նամակագրությունը տպվել է։ Այսինքն պատմաբանները դա գիտեն,
մասնագետները գիտեն։ Հետո պարզվեց, որ շատ քիչ հայեր կան Երևանի խանությունում, Ելիզավետի Պոլի խանությունում, Բաքվի խանությունում սփռված են հայերը։ Հարկավոր է հավաքել, առաջին հերթին հավաքել հայերին, ստեղծել նաև բաստիոն, ստեղծել ֆորպոստ, հետագա առաջխաղացման համար։ Ուրեմն հայկական պետություն հայ թագավորի ղեկավարությամբ, ճիշտ այնպես ինչպես եվրոպական պետություններն են։ Ու ստեղծեց Արմյանսկայա օբլաստ, խիստ առաջադիմական ծրագիր էր, հայ ժողովուրդը ողջունել է Աբովյանը, ողջունեցինք, ասեցինք օրհնվի են Սահաթը, որ սպիտակ թագավորը եկավ, կզոլբաշիներից մեզ ազատեց, որ ստեղծվի հայկական պետություն, հայկական ազնվականություն, հոգևոր կյանք եւ այլն։ Բայց հետո փոշմանեցին ռուսները, դարձան մեր մրցակիցը։ Իրենք ասեցին, որ մենք կլինենք արևմուտքի ֆորպոստը մերձավոր արևելքում։ Ոչ թե հայկական, ասորական, հունական պետությունները մերձավոր արևելքում, այլ հենց մենք ռուսները։ Դա շատ վտանգավոր բան էր, երբ որ ռուսները մեզ համարեցին մրցակից իրենց։ Հայերը չլինեն այստեղ ֆորպոստը արևմուտքի, այլ ռուսները լինեն ֆորպոստը արևմուտքի։ Ուրեմն պետք չի հայկականությունը ուժեղացնել, հզորացնել, աջակցել, բայց արդեն համակարգը թափ էր առել։ Մենք հավաքվում էինք այստեղ։ Մենք արդեն հավաքվել էինք, մենք արդեն ծրագրեր ունեինք։ Մենք մասնակցում էինք ռուսական իմպերիայի կյանքին, ասենք Լորիս Մելիքովը։ Պատկերացնում եք ով էր, աչ ձեռքը։ Ջարդարաբերներից մեկը այդ կայսրը։ Այո, բարեփոխիչներից մեկը շատ դժվար էր հայի համար այնտեղ հասնել, հա։ Հասնելը, ուրեմն շատ մեծ ազդեցություն պետք է ունենար, շատ ազդեցիկ պետք է լիներ, մտավոր լուրջ ուժ պետք է ունենար։ Կային մարդիկ արդեն հնարավոր չէր հայկականության դեմը առնել, մինչև հասան 1918 թիվը։ Պատկերացնում եք, այսինքն մենք անընդհատ գործ ենք ունեցել փոփոխվող Ռուսաստանի հետ եւ դժբախտաբար եւ ժողովրդի համար եւ մեր համար, մյուս ժողովուրդների համար, ռուսների եւ նիրոսկիը։ Իրենք իմիջիայլոց դա էլ են օգտվել նիրոսկի։ Այսին ռուս չէ։ Դա ցածրացնող ռուսա բանն է, չէ՞։ Ասում են իմպերատրին դիմում են, ասում են ինձ ռուս հայտարարեք։ Իմպերատրը ինքը իրեն ռուս էր հայտարարում։ Ինչ այդ ռուս։ Թաքուհուն ռուս էին հայտարարում։ Անունը, ազգանունը, հայրանունը փոխում էին։ Ասում են ռուս լինելը լավ բան է։ Ուրեմն մենք ոչ ռուս, հենց ասում են ոչ ռուս, դա նշանակում էր դու պակաս իրավունքներ ունես, խտրականություններ։ Ուրեմն այդ ժամանակ մեր մրցակից Ռուսաստանը տեսեք ինչ հնարեց։ Ասեցին մենք տարբերվում ենք եվրոպացիներից։ Մենք խառնուրդ ենք, խիմեր ենք։ Դա արդեն ձևակերպեց, համարյա գիտություն դարձրեց Գումիլյովը, խիմերներ, եվրազիականություն։ Ուրիշ կոնցեպտն է, որովհետեւ այո, եվրազիականությունը նշանակում է, որ Ռուսաստանը դուրս է գալիս արևմուտքից, դառնում է մրցակից, այլընտրանք արևմուտքին, բայց ոչ այնքան Չինգիզ խան։ Բաթուխանը չի, բայց Փարիզը գրավել գիտի, Բերլինը գրավել գիտի։ Ռուսաստանի ցարը Բաթուխանը չի, բայց չի հրկիզում գրավելուց հետո, բայց թալանում է։ Այ հիմա մեր բախտը չբերեց, երբ որ Ռուսաստանը դարձավ մեր մրցակիցը մեկ, այս տարածաշրջանում ինքը իրեն հայտարարեց արևմուտքի ֆորպոստը, այս տարածաշրջանում հայկական լանդշաֆտը օգտագործելով, հայկական լեռնաշխարհը օգտագործելով, հայկական բառը օգտագործում էր, բայց ասում էր մենք ենք ապահովելու, մեր բանակը կապահովի, մեր դատավորը, մեր ոստիկանը, մեր դատախազը, մեր նահանգապետը, ոչ թե Հայաստանի։ Երկրորդը, որ իրեն հայտարարեց խիմեր, խառնուրդ հայտարարեց, ասեց, որ մենք համ թուրք ենք, համ ռուս ենք, համ եվրոպացի ենք, համ ասիացի։ Այդ դա մեզ համար վատ էր։ Իսկ ընդհանուր առմամբ, այ մենք անդադ այդ երկու կրակի եւ շուրի մեջ ենք եղել,
մինչև որ կայսրը Գերմանիայի կայսրը ի պատասխան Անտանտայի Անտանտան որոշել էր որ լուծարվելու են պատերազմից հետո ավստրո-հունգարական թագավորությունը, գերմանական կայսրությունը եւ օսմանյան կայսրությունը առաջին աշխարհային պատերազմի ժամանակ Անտանտան որոշեց որ պատերազմից հետո օսմանյան կայսրությունը հիվանդ մարտը պետք է մեռնի օսմանյան կայսրությունը պետք է լուծարվի գերմանական կայսրությունը պետք է լուծարվի ավստրո-հունգարիականը պետք է լուծարվի Գերմանիայի կայսրը 1916 թվականի հոկտեմբեր ամսին ինքն էլ իր պատասխանը տվեց ասեց որ հաղթանակից հետո ռուսական իմպերիան է լուծարվելու ճանաչում եմ գրավյալ տարածքներում լեհական միացյալ թագավորությունը ուկրաինական թագավորությունը ֆիննական իշխանությունը 16 թվականին պատերազմի թեժ տարիներին ռուսական բանակը կազմաքանդվեց այդ հրովարտակից հետո առանց ուկրաինական առանց լեհական առանց ֆիննական աջակցության ռուսական բանակը տկար էր Եվ սկսվեց մի քանի ամիս հետո հեղափոխությունը, ովքեր արեցին հեղափոխությունը, լատիշները, ֆիները, ուկրաինացիները, վրացիները եւ հայերը, հрьяաների ղեկավարությամբ, Լեհաստանի հрьяաների։ Այսինքն ռուսական իմպերիան քանդվեց ազգերի ինքնորոշման իրավունքի պատճառով։ Հայտնի է նամակագրությունը Մաներհեյմի նամակագրությունը ժամանակավոր կառավարության հետ Պետլուրայի ուկրաինական ղեկավարության նամակագրությունը ժամանակավոր կառավարության հետ տպված է սովետական միության օրոք պատմաբանների սեղանին դրված է եղել Լեհերի նամակագրությունը ասում են ճանաչեք կայսրի հրովարտակը բոլշևիկներից մաքրենք Ռուսաստանը տանք ձեզ դեմոկրատներ դեմոկրատական իշխանություններին Անուն ազգանունով ասում եմ Մաներհեյմը, ասում եմ մաքրենք Պետերբուրգը, տանք ձեզ Կերենսկի։ Ուկրաինացիներն ասում են ճանաչեք այն չափով, որ Գերմանիան արդեն Կիևում է ու ճանաչել է ուկրաինական պետությունը։ Գերմանացիները Կիևում էին, ճանաչել էին ուկրաինական պետությունը։ Լեհաստանում, Վարշավայում ճանաչել էին։ Լեհերն ասում են, սրանք ճանաչել են, դուք ճանաչեք սրանց ճանաչածը, ձեզ օգնենք։ Հրաժարվեց Կերենսկին, Կոլչակը հրաժարվեց, Դենիկինը հրաժարվեց, դրա համար բոլշևիկները եկան իշխանության։ Բոլշևիկները ասացին մենք ճանաչում ենք ազգերի ինքնորոշման իրավունքը, ճանաչում ենք Հայաստանը, Վրաստանը, Ֆինլանդիան, Լենինի արձանը Ֆինլանդիայի պարլամենտի բակում դրված է։ Որպես ազատարարի տեսեք ինչ ում հետ մենք գործ ունենք, մենք դրանց հետ գործ ունենք։ Իսկ մեր դժբախտությունը, ասենք, երբ որ որոշվեց, որ պետք է ստեղծվի արաբական սովետական սոցիալիստական հանրապետություն, պարսկական սովետական սոցիալիստական հանրապետություն, թուրքական սովետական սոցիալիստական հանրապետություն, աշխատակազմը Բաքվում այդ համաժողովի աշխատակազմը քարտուղարուհիները, քարտուղարները, պահակները, դռնապահները անվտանգությունը ապահովողները, գրագիրները, թարգմանիչները էթնիկ հայեր էին 1921 թվականին Բաքվում տեղի ունեցավ արևելքի ժողովուրդների համաժողովը հունիս, մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամսին, այսինքն հռչակվեց հայկական պետության լիկվիդացիա։ Հայկական պետություն պետք է կլինի թուրքական սովետական հանրապետություն հայերի քանի հոգի են գենոցիդից հետո։ Տեսեք, դա է, մենք ժառանգություն ենք ստացել այդ որոշումը լիկվիդացնել հայկական պետությունը, ստեղծել թուրքական սովետական սոցիալիստական հանրապետություն, արաբական սովետական սոցիալիստական հանրապետություն, պարսկական սովետական սոցիալիստական հանրապետություն, որպես կատալիզատոր Բաքվում ստեղծել ատրպատական պետությունը, Բաքվում ստեղծել, որ պարսիկներին հեշտ լինի նվաճելը։ Ես կարծում եմ, որ սա էր։ Հիմա մենք սա ունենք ու դրա հետևանքներն են։ Ասեմ Վուդրո Վիլսոն, ասեմ Անտանտա, Ֆրանսիա, Անգլիա եւ այլն։ Նրանք էլ խանգարեցին։ Հայկական պետության լիկվիդացիային խանգարեցին։ Չթողեցին, ասացին թող մնա միտեղ
բանակցությունների ժամանակ Լոզանի կոնֆերանսում ասեցին եւ Թուրքիայում եւ ռուսական տարածքներում թող հայերը ռեզերվացիա որպես աղոթելու իրենց լեզվով հնարավորություն ունենան։ Լենինն ասաց կա մեր մոտ բոլորը անելու ենք, մենք անելու ենք։ Մեր մոտ բոլորն են անելու։ Եվ թուրքերը եւ հայերը կունենան ինքնորոշում, կունենան ավտոնոմիա, կտանք ավտոնոմիա, կանանց ընտրելու իրավունք կտանք։ Կանանց ընտրելու իրավունք ենք տալու։ Բանկերը փակելու են, փող չի լինելու։ Մինչև 23 թիվը փող չի եղել։ Փող չէր։ Ով ինչ ուզում վերցնում էր։ Բանկ ասում են փող չպետք է լինի։ Փողը դա սեփականություն է, սեփականությունը կապիտալիզմ է, կապիտալիզմը մարդու կողմից մարդու շահագործում է։ Ուզում եմ այդ ժամանակներից ենք մենք գալիս։ Իսկ որ Ստալինը հանձնեց, Ստալինը տվեց, Ստալինը վերցրեց, այդպիսի բան չի եղել։ Դա ռուս-թուրքական պայմանագրի հիման վրա էր։ Ստալինը չէր կարող հանձնել կամ վերցնել։ Դա պայմանագիր կար, որին առ այսօր հավատարիմ է Ռուսաստանն։ Այսինքն նույն ծրագիրը այսօր կշարունակվի։ Այսինքն Լիբանանը, այսինքն պարտավորվել են Թուրքիան եւ Ռուսաստանը պարտավորվել են ապակայունացնել իրենց պարտադրված հայկական պետությունում կյանքը։ Ուրեմն Թուրքիային եւ Ռուսաստանին պարտադրվել է Վուդրո Վիլսոնի նման մեկը, Տրամպի հավատակիցը, Ռեյգանը, Տրամպը, Վուդրո Վիլսոնը նույն կրոնից են, պուրիտաններ են։ Նրանք պարտադրեցին, ասեցին, այդտեղ քրիստոնեական մի ժողովուրդ կա, պետք է օջախ ունենա։ Պարտադրված է, այդ պարտադրված երկրում անընդհատ ստեղծել ապակայունություն, չկայացման բարդույթ։ Մենք հիմա խոսում ենք հայկական պետության չկայացման մասին։ Մեր պետությունը չի կայանում, ճիշտ այնպես ինչպես Լիբանանը։ Միջազգային ծանր միջամտության հետևանքով, օրինական միջամտության ելքեր կա։ Ինչպես։ Չճանաչել նրանց միջամտելու իրավունքը։ Նրանք հիմա նեղության մեջ են։ Եվ Թուրքիան, եւ Ռուսաստանը նեղության մեջ են։ Առիթից օգտվել։ Նրանց գլուխը խառնեն։ Не до этого. Շատ։ Не до этого. Էրդողանի գլուխն էլ է խառնել 10 միլիոն ստորագրություն են հավաքել։ 60,000 հավաքեցին Նիկոլ Փաշինյանը թուղթ ստորագրեց։ Ազգային ժողով ուղարկեց Եվրոմիության հետ մերձելու փաստաթուղթ 10 միլիոն թուրքերը հավաքել են ստորագրություն Էրդողանի դեմ։ Այսինքն այնտեղ հրափուխ կա ձեր գարձիկով Թուրքիա։ Դա շատ լուրջ է Էրդողանի համար։ 10 միլիոն հայ կա աշխարհում, 10 միլիոն ընդդիմախոս ինքը ներսում ունի։ Իսկ Պուտինի բարակային Տրամպը փրկություն չէ։ Շատ ծանր վիճակ։ Չէ, Տրամպը Ռեյգանի իրավահաջորդն է։ Այսինքն Ռեյգանը կազմաքանդեց Սովետական միությունը։ Պուտինը կազմաքանդում է Ռուսաստանի Ֆեդերացիան։ Չուբայսը, որը այս նոր Ռուսաստանի իմպերիական Ռուսաստանի գաղափարախոսն է, 1994 թվականին Պետերբուրգում, որտեղ որ Պուտինը փոխքաղաքապետ էր, պաշտոնյա էր այնտեղ, մի ծրագիր ներկայացրեց էներգետիկ իմպերիա։ Ասեց, որ Ռուսաստանը այլ ընտրանք չունի, գաղափարներ չունենք, տեխնոլոգիա չունենք, մարդ չունենք, անձնակազմ չունենք, օրինակ Չինաստանի, Հնդկաստանի հետ չենք կարող համեմատվել։ Մեր ինչ ռեսուրս ունենք մենք, ինչով կարող ենք ներկայանալ աշխարհին։ Էներգիայով։ Ասեց, մեր խողովակը ուր որ գնում է, այնտեղ մենք ազդեցիկ ենք։ Ուրեմն Ռուսաստանը պետք է լինի էներգետիկ իմպերիա։ 1994 թվականին Չուբայսը սրանից մի 10 օր առաջ Չուբայսը հայտարարեց, որ արդեն $50 միլիոն ունի ֆոնդը կա վերակառուցելու համար Ռուսաստանը վերակառուցելու համար արդեն հանգանակություն են արել $50 միլիոն արդեն կա Ռուսաստանը հարկավոր է վերակառուցել դարձնել կոնֆեդերացիա համադաշնություն դաշնությունը ճիշտ չի ապակենտրոնացնել Ռուսաստանը հիմա ռուսական մամուլը վայրահաչում է այդ ծրագրի դեմ նախ Չուբայսին զրկեք իր ունեցվածքից
եւ խոսքի իրավունքից։ Նա հիմա հատուկ պաշտպանության տակ է, որովհետեւ նավիճոկ կկսեն գրիչին իր կամ բաժակին։ Չուբայսը արդեն հայտարարել է, որ հարկավոր է Ռուսաստանը կազմաքանդել։ Դրա համար ինչ է պետք Ռուսաստանը թուլացնել, ինչպես թուլացնել, պատերազմով եւ փողով։ Նավթի գինը իջել է $60 $100-ից։ Իսկ այս վերջին միջամտությունները ռուս-ուկրաինական պատերազմի եւ խաղաղության միջև դադանումները Ռուսաստանի համար բախտաբեր չեն։ Մենք պատրաստ ենք, դուք գիտեք 1921 թվականին, երբ Ռուսաստանում սով էր, 1 միլիոն տոննա հացահատիկ Ամերիկան նվիրեց բոլշևիկներին, որպեսզի բոլշևիկյան ռեժիմը, ես ասացի, չի ասում էին ժողովրդավարություն, ասում են ճանաչեք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ժամանակավոր կառավարությունը դեմոկրատական, ասեցին չեն կարող, Կոլչակին, միապետականին, ասեցին ճանաչեք, ասեց չեմ կարող, դե ասեցին ուրեմն դուք հեռանում եք Ռուսաստանից, բոլշևիկները ճանաչում են, բոլշևիկներին կօգնենք, բայց Մագնիտագորսկի մետալուրգիական համալիրը ով է սարքել, ամերիկացիները, Խարկովի տրակտորի գործարանը ով է սարքել, Դնեպրո գեսը ով է սարքել, այդ առաջի հնգամյակը, երկրորդ, երրորդ հնգամյակները, առաջի հնգամյակի անունը, գիտեք ինչ էր, տեխնիկան որոշում է ամեն ինչ, իսկ տեխնիկա որտեղ կար, միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ֆորդը, բայց Զիլն ու Զիսը, բայց գազը որտեղից, Որդիներն են։ Դրանք բերեցին, չէ, առան, ամերիկացիները բերեցին կան, այդպիսի մի ինժեներ կար, կան ազգանունով, նա էր ղեկավարում, 1500 ձեռնարկություն սարքեցին, այսինքն ինդուստրիալիզացիա կոչվածը և էլեկտրիֆիկացիա կոչվածը, բերեցին, երկու տեղ, Ամերիկան երկու տեղ ուղարկեց իր տեխնոլոգիան, Գերմանիա, պարտված Գերմանիա, և կիսապարտված Ռուսաստան ու դրանց հանդիպացրեց 1941 թվականին հանդիպեցին նրանք գերմանական, ամերիկյան տեխնոլոգիան Գերմանիայում և ամերիկյան տեխնոլոգիան սովետական միությունում հանդիպեցին Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերում։ Ուզում ասել, որ ամերիկացիները այն ժամանակ էլ Ստալինի ոչ մի ճառի մեջ չկա կորչի Ամերիկան, նույնիսկ գերբը երբ որ մշակում էին, Ամերիկան հանեցին։ Սովետական միության գերբի վրա Ամերիկան չկա, մուրճ ու մանգաղը Եվրոպայի եւ Ասիայի վրա է դրված։ Հիմա ինչ է անում Տրամպը։ Ասում է մենք համաձայն ենք, մենք փրկելու ենք Ռուսաստանը, բայց Բուշը չէր ասում մի լուծարեք Ռուսաստան։ Ուկրաինայում գնաց հատուկ ելույթ ունեցավ, ասեց չինքնորոշվեք, անկախությունը մի հրճակեք։ Բուշը Ամերիկայից եկավ, ասեց հանգարց չքանդեք, Ռուսաստանը հանգարց չքանդեք։ Ամերիկացիները դեմ էին լուծարմանը, բայց օբյեկտիվորեն լուծարում էին։ Հիմա Տրամպը ամեն անգամ ասում է Պուտինը լավն է, բայց սանկցիաները մի տարով երկարացկեց։ Հիմա ո՞նց հասկանանք մենք Պուտինին, Տրամպին։ Ճիշտ է։ Լավ է լինելու։ Անգերտ զրույց էր ամենակարևորը, պարոն Արշակյան, ուրախ եմ այս արիթին համար։ Մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ այսօրվա մեր զրույցը բավական բազմապովանտակ եւ պատմական փաստերով հագեցած մեր պատմությունը ամենակարևոր առանցքն է մեր գոյությունը շարունակելու համար այս լեռնաշխարհին մեջ։ Հյուրս Ազատ Արշակյանն էր ու ավարտին գորտորեմ հետևիլ մեր դեսանյութերուն լայք մսեղմել, մեկնաբանություն մտողել ու նաև գարձիկ հայտնել մեր թողարկումի մասին, խտանելով անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։